Բարի երեկո, սիրելի ազգակիցներ, Վարշավյան ցուցահանդեսը ողջունում եմ ձեզ։ Այսօր մենք վերջին հաղորդումը կունենանք գոնե այս շարքի համար մեր սիրելի Արմեն Դավթյանի հետ, եւ ես երկու խոսքով ամփոփեմ, թե ինչի մասին է լինելու այս բոլորը։ Այսօրվա հաղորդումը, այսինքն մենք խոսեցինք, ճշտեցինք վայրը այդ արատայի ինչ-որ շումերական դիցաբանության մեջ ասում է շումերական ռացիոնալությունների մեջ, մենք խոսեցինք ուրեմն լեզվի մասին, եւ իհարկե բազմաթիվ օրինակներ չբերեցինք, բայց դրանք շատ են, հազարներ են, եւ ընդհանուր համակարգն է կարևորը, որ այսօր փաստորեն մեր գիտնականները ապացուցում են, որ շումերերեն կոչված լեզուն դա հայերեն լեզուն է, դա հայերենն է։ Եվ խոսեցինք մի թեթև նաև աղավաղումների մասին կամ խեղաթյուրումների մասին կամ շեղման փորձերի մասին ճիշտ ճանապարհից եւ այդպիսի տպավորություն գուցե ստացվեց, որ չկա այդպիսի երևույթ, չկան այդ աղավաղումները եւ այլն։ Այդպես չի, մենք խոսում էինք, որտեղ ինձ զանգեցին, ասեցին, որ Վարդան, բա դու ասում էիր, որ կան աղավաղել են հայոց պատմությունը, հիմա էլ ասում եք այդպես չի։ Իհարկե այդպես է, բայց մենք այսօր կանդրադառնանք մասամբ այս խնդրին, որպեսզի այս խախտը հստակ լինի եւ խոսենք ընդհանրապես նպատակի մասին, թե ինչն է նպատակը այս ամենի։ Խոսքս վերաբերում է շումերագիտության հատվածին։ Արմեն ջան, ողջույն ու շարունակենք ընդհատվածներից երևի։ Նախ նպատակի մասին խոսենք։ Ուրեմն որևէ պատմական խեղաթյուրում բնականաբար կապ ունի քաղաքականության հետ եւ քարոզի, բայց դրանից բաց կան նաեւ հեռահար ռազմավարական նպատակներ, որտեղ եթե մենք ասում ենք քաղաքականություն, մենք նաեւ պետք է հասկանանք, որ քաղաքականությունը ենթադրում է եւ տակտիկա եւ ռազմավարություն։ Մինչեւ շումերին անդրադառնալու, ես ուզում եմ խոսել ընդհանրապես հայկական նյութի, հայկական տարածքի վերաբերյալ խեղաթյուրումների մասին, որոնց նպատակը շատ պարզ է, հստակ է եւ միանշանակ է։ Բերեմ մի պարզ օրինակ։ Մեզ արդեն 50-60 տարի է ուրարտագիտությունը ասում է, որ իրենց հիպոթետիկ նախահայրենիքից հնդեվրոպախոս հայերը 6-րդ դարում եկան հայկական լեռնաշխարհ, կոտորեցին, ոչնչացրին, իսպառ վերացրին Ուրարտու պետությունը եւ ուրարտացի ժողովրդին, այնց որ մի հատիկ ուրարտացի չմնաց աշխարհի երեսի, եւ այդ տարածքում հիմնեցին հայկական պետություն։ Սրանք պիտի ընդհատենք ներողություն։ Ինձ կնվիրես ժամացից, Սրա նպատակը շատ պարզ է։ Հայկական լեռնաշխարհը մարդկային քաղաքակրթության ամեն ինչի օժանն է, ամեն ինչի։ Այստեղ են այն բույսերը, այն կենդանիները, որոնք քաղաքակրթության հիմք են եղել, ընտելացվել առաջին անգամ, այստեղ աստղագիտության ծագում, այստեղ է մետաղագործություն, ամեն ինչ այստեղ։ Այս տարածքը ամենասրբազանն է, ամենակարևորն է, ամենաթանկն է, մշակութային ամենահին եւ հարուստ շերտերը ունի։ Այս տարածքը պետք է հայտարարվի անտեր, սա սկզբում, անտեր պիտի լինի, որպեսզի հնարավոր լինի որևէ բան ջուրացնել, նախ պիտի իրավաբանորեն այդ առարկան պատկանում է, նախ պիտի դարձնել անտեր։ Անտեր դարձնելու ինչու, որովհետև շատ պարզ չէ, երբ այսինքն սարքվում է արհեստականորեն մի վիճակ, որ տպավորություն է ստեղծվում ամբողջ աշխարհում մարդկանց մոտ, ուզում են այնպիսի տպավորություն ստեղծել ամբողջ աշխարհի բոլոր ազգերի մոտ, որ դե մի ազգ է եկել է, մյուսի կոտորել է, նստել է իր տեղը, հետո մի հատ ուրիշ ազգ է եկել, սրան է կոտորել, նստել իր տեղը, այն մեկ եկել նրան ձուլել է։ Այսինքն դե իրար հետևից հերթով գալիս են ազգերը վերանում են, գրում են նորերն են գալիս, հիմա էլ թուրքերն են եկել ձեզ կոտորել նստել տեղը, ինչա պատահել, որ սա հերթական պատմական օրինաչափ պրոցես է, ժամանակին դուք եք եկել ուրարտացին կոտորել նստել ստեղ։ Այսինքն կա երկու պատճառ, առաջին,
տարածքը հայտարարել անտեր, որ հերթով կոչվոր ցեղերը գալիս են իրար ոչնչացնում են, նստում են, մեկ լեզվով խոսում, մեկը կրոնն է խոսում, մեկը ռասն է խոսում, այսպես ասում դնում։ Ահա այսպիսի մտայնություն տարածելը ունի կրկնում շատ պարզ նպատակ յուրացնել պատմական Հայաստանի տարածքը, յուրացնել հայկական լեռնաշխարհ, սրբազան լեռնաշխարհ տարածքը։ Սա ամենակարևոր առաջին նպատակն։ Յուրացնելուց առաջ, սեփականելու փորձ կատարելուց առաջ, նախ պիտի Տիրոջը մեջտեղից վերացնել։ Տիրոջը մեջտեղից վերացնելու բոլոր հնարավոր եւ անհնար տարբերակները փորձել են։ Վերջին 150 տարում։ Միշտ, բայց հատկապես վերջին 150 տարում, որովհետեւ բացի նրանից, որ նաեւ քանի գնում է, մենք գիտենք, որ տեխնիկան այնպես է զարգանում, որ process-ները, քաղաքական process-ները, քարոզչական process-ները ավելի ու ավելի արագ են դառնում։ Այնինչ նախկինում 20, 30, 50 տարում էր կատարվում, այսօր 2-3 տարում է կատարվում։ Մի նշում է այստեղ, ուրեմն վերաբերում էր նախորդում առաջ ժամանակ, դες երբ 5 կտակարանը գրում էին ռեդակցիները, ամենայն դեպս գրում էին Արարատյան լեռների մասին, չէին շփթում, կամ գրում էին 4 գետերի մասին, որտեղից որով դրանց դրախտիկ, այսինքն այն ժամանակ չէին կարող այդպես դնել ու միանգամից վերջնականապես խեղաթյուրել։ Շատ բաներ փոխեցին, արեցին, թեև հետո են աղբյուրները վերացին, հարցը դա չի, բայց ինչ որ վերջին 50 տարում է կատարվում, դա արդեն բացարձակ ավազակություն է, միանգամից դերում կողոպտեր են նշանակում։ Այստեղ կա մի ներկություն, քանի որ բուն տարածքի հետ կապված փաստերը շատ են, այնքան շատ է, որ հնարավոր չի հայտարարել, որ դրախտը եղել է այլ տեղ։ Բայց դա է տեղ ունեցավ, չէ՞։ Հիմա նախքան տերերին փորձել այստեղից վտարելը, նախքան այս մի ուրիշ process եղավ, փորձում էին տեղը փոխել։ Նախ տեղն էին ուզում փոխել, այսինքն դա հայկական լեռնաշխարհը չէ։ Սկզբի փորձը դա է, 50 տարի առաջ սա սկսեց։ Հետո երբ որ տեսան, որ տեղը չի կարողանում փոխել, չեն կարողանում փոխել, այս անգամ ասին լավ, եթե տեղը ստա է, վերջում այդ Գանգրիձեի վանողել եկան, ասեցին չէ, սենց շինեց է եւ լավ, բարի։ Ուրեմն այս հայերին այստեղ ցանենք, որոնք են կայացած։ Ասեն որ այո, տարածքը շատ լավն է, սրբազան է, ամեն ինչ այստեղ է, մարդկության բնորոշն է, դրախտը, Աստված մարդուն այստեղ է սարքել, բայց հայերը դրա հետ կապ չունեն։ Ինչպես որ գրում են Դեվիդ Ռոուն եւ Մոյշեսյանը, երկուսն են, տես, հիմա երկուսն էլ էս երկու հեղինակները, որ ես ասում եմ, սրանք բան են, մեկը անգլիացի է իբր, երկուսն էլ հրեա են, մեկն էլ ամերիկացի է իբր։ Ուրեմն Մոյշեսյանը ամերիկացի է, Բորիս Մոյշեսյանը, Դեվիդ Ռոուն անգլիացի է իբր։ Բարի։ Երկուսի մոտ էլ այսպես է դրված խնդիրը, արմենոիդներ, այո, արմենոիդներից սկսում է մարդկային քաղաքակրթությունը, արմենոիդները քաղաքակրթությունը տարածեցին, տարածքը, այո, հենց դա հիմա հայկական լեռնաշխարհ կոչված տեղն է, բայց դա հայկական լեռնաշխարհ է կոչվում, դե որովհետև այնտեղ հիմա հայ անունով մարդիկ են ապրում, որոնք այնտեղ 6-րդ դարում են եկել ընդամենը, բայց իհարկե դրանք չեն այդ քաղաքակրթության տեղը, նրանք չեն դրա հեղինակները, սկզբնավորող։ Այսպես է, այլ ովքեր են սրանք, եւ այնտեղ շարունակում է Դեվիդ Ռոուն, որ մեր, այսինքն հрьяաների, եւ չի ասում նախնիները, ասում է հрьяաների պատրիարքները, այսինքն մենք նահապետները, դրախտից դուրս եկան, ուրեմն նախ ստեղծեցին այնտեղ քաղաքակրթություն, հետո իջան շումեր ստեղծեցին շումերական քաղաքակրթությունը, ու հետո իջան Պաղեստին, որտեղ իրենց նվիրվեց այդ հող։ Ուրեմն այս անհետեցությունը գրվում է 21-րդ դարում եղբայր։ Երբ որ մենք ուսումնասիրում ես դու հիմա, թե ինչպես է ընթերցել, ինչպես է ընթերցվում, եւ այդ թվերը եւ այլն որ դրվում են, ինչպես կարելի է ընթերցել, ինչպես ոչ։ Դու նկատում ես այնտեղ միտում հեռացնելու այն ընթերցումները հեռացնելու հայերից, կամ գոնե առնվազն եվրոպականից։ Ուրեմն գիտնականների մի զգալի մասը, մեծ մասը հայերը չի։ Ես նկատում եմ նրանք, ովքեր զբաղվում են ընդհանրապես աստրոլոգիա կոչված, որ միջակայքի բոլոր քաղաքակրթությունների ուսումնասիրությունը, այդ թվում եւ շումերական։ Նրանց մեծ մասը հայերը չի։ Նրանց դպրոցում որևէ տեղ բուհում երբեք չսովորացրել, որ հայերը ինչ որ կապ կարող են ունենալ դրա հետ, նրանց մտքով էլ չի անցնում։ Բայց կան հնդեվրոպական բազմաթիվ բառեր, որոնք ճանաչելի են,
անգլերեն իմացող մարդու, Այսինքն եվրոպական հարցը դրա համար ասացի, առնվազն եվրոպական, գոնե անեվրոպական։ բացի դրանից մենք գիտենք, որ դասական բանասիրական կրթություն ստացող մարդիկ, լեզվաբաններ, նրանք սովորում են հին հունարեն, լատիներեն, սանսկրիտ, ավեստայի լեզուն եւ այլն։ Եվ ահա այս հնդեվրոպական կոչված լեզուները, որտեղ կան բազմաթիվ ընդհանրություններ, նրանք ճանաչելի են։ Դրանք ճանաչելի են եւ գիտնականների համար, նույնիսկ լավ սովորող ուսանողի համար, դրանք ճանաչելի են իբրև հնդեվրոպական բառեր։ Ահա այսպիսի դեպքերում ես նկատել եմ խիստ զգուշավորություն, այսինքն երբ որ ճանաչվում է հնդեվրոպական բառը, աշխատում են այն ներկայացնել այնպես, որ ընթերցողը գլխի չընկնի կամ չճանաչի։ Բերել բարձ մի օրինակ։ Օրինակ այո։ Կամ սեպանշանը շումերեն, որ ունի կամ ընթերցում։ Նշանակում է կամենալ, կամք։ Ցանկություն։ Այս կամ բառը կա եւ իրանական լեզուներում եւ կա Հնդկաստանը գրավոր արիացիների մոտ, նույնիսկ այդ բառով կա կամա աստված, սիրո աստվածը։ Ահա այս կամի դիմաց սա ճանաչելի է լեզվաբանների կողմից, որովհետև հայտնի հնդեվրոպական բառ, որ կա հայերենում, պարսկերենում եւ ռիգվեդում։ Այս բառի դիմաց եթե գրեք անգլերեն ցանկանալ ուզել իմաստը, մասնագետը եւ նույնիսկ ուսանողը կճանաչի, որ շումերերեն այս բառը Հնդեվրոպական է։ առնվազն կա հայերենում, պարսկերենում եւ վեդայերենում։ Դրա դիմաց գրված չի նշանակությունը անգլերեն, որ այդ սեպանշանը ունի այդպիսի նշանակություն։ Աննոն։ Չէ, նա ունի նաև մեկ այլ իմաստ, անգամ իմաստ ունի, գրաբարում չեն ասում անգամ, ասում են գամ, ասենք 3 գամ, նշանակում է 3 անգամ։ Շումերերենը կամը և գամը օգտագործում է իբրև համանուններ, եթե թիվ է դրված, ասում օրինակ 10 գամ, դա նշանակում է 10 անգամ, ճիշտ ինչպես գրաբար, բայց երբ որ կոնտեքստից հասկացվում է, որ սա անգամ չի, այլ կամ, կամենալ բառն է, այսինքն գամ և կամ համանունները կան հայերենում։ Նրանք միայն դրել են գամ բառի անգամ իմաստը, որովհետև չգիտեն, որ հայերենում էլ կա։ Հայերեն չիմանալու պատճառով։ Հայերեն չիմանալու պատճառով այս մեկը դրել է, իսկ մյուսը չեն դրել, որովհետև գոնե պարսկերենն ու սանսկրիտը գիտեն, որտեղ պարսկերենն ու սանսկրիտ անցնում են բանասերները լեզվաբանություն, իսկ հայերեն չեն անցնում։ Այս իմաստով հայերեն չիմանալը նրանց հայերեն չիմանալը որտեղ մեզ օգուտ է, այն իմաստով, որ Շատ դեպքերում ուղղակի չեն ճանաչում, որ տարածի հայերեն գրում են մի ամբողջ ցուցակ, չիմանալու, որ դա հայեր է։ Հետաքրքիր է, իդեպ, սիրելիներ, ես մոռացա ձեզ ասել, որ զանգերը կընդունենք անցկեսից հետո, վերջի 20 րոպեն, իսկ առայժմ խնդրում եմ մի զանգարեք, իսկ զանգարելիս էլ ասեմ, որ զանգերը վճարովի չեն, անվճար են, կարող եք կանգից զանգարել, եւ 1 րոպե ռեգլամենտ, այսինքն ժամանակը 1 րոպե է հարցին, դրանից ոչ ավելի։ Բարի, սա մի օրինակ է հետաքրքիր։ Ես կուզեի, որ քանի որ խոսքը աղավաղումների մասին է, իսկ աղավաղող խեղաթյուրող զեղծարարին, ընդհանրապես հետաքրքիր չի ոչ նյութը, ոչ ճշմարտություն։ Իրեն հետաքրքիր է քաղաքական քարոզումը։ Այս պարագայում նույնիսկ կարևոր չի շումերերը, կարևոր է ընդհանրապես այն ամենը, ինչ կապված է Հայաստանի տարածքի հետ։ Ես պարզ մի օրինակ բերեմ, ուրեմն հայք համաստեղության անունը շումերերեն գրված է։ Մի քանի ձևով է գրվում, որտեղ դա այնպիսի աստվածություն է, որ ունի մի քանի տիտղոսներ, անուն։ Նրանցից մեկն է գրվում է նին շուբուր, այսինքն տեր շուբուր։ Շուբուրը նույն շուբուրը Հայաստան երկրի անունն է, նույն հայա երկրի անունն է, արատանունն է երբեմն գրվում է շուբուր։
գրված է Շուգուրի տեր։ Դա հայ համաստեղության անուններից մեկն է։ Այսինքն Հայաստանի տեր, այդքան է, որտեղ Շուգուրը տվյալ դեպքում աշխարհագրական անվանումն է մեր երկրի։ Քանի որ այս շեփանշանը ունի մի քանի իմաստներ, շումերական գաղափարները ունեն մի քանի տարբեր իմաստներ։ Դրանցից մեկն է քուրմ քրմական բարձր աստիճան իմաստը, որ էլի կապված է, քանի որ այդ ժամանակ հոգևոր իշխանությունը եւ աշխարհիկ իշխանությունը տարանջատված չէր։ Նույն թագավորը միաժամանակ տեր էր, միաժամանակ հոգևոր առաջնորդ էր։ Ունի այսպիսի իմաստ։ Եվ ունի մի իմաստ, որի խոզ։ Սա կապված է, ես չեմ ուզում դիցաբանության մեջ մեկնել, դա կապված է վարազի պաշտամունքի հետ։ Հիշեք մենք ունենք վարազդատ թագավոր, որի անունն է վարազ, տրթատն է դառնում վարազ, դա կապված է այլ դիցաբանական խնդիրների, ես չեմ ուզում հիմա շեղվենք։ Եվ կա մի դիցուհի, որ կոչվում է տիրուհի Շուգուրի։ Սա համարվում է էրրագալ կամ ներգալ բարձրակարգ շուգերական աստվածության կին։ Ուրեմն մեկը տիրուհի է իքական, դիցուհի է էրը աստծո կին, մյուսը արական աստվածություն է Շուգուրի տեր և այսինքն Հայաստանի տեր, Օրեոն Հայկն համաստեղության անուն։ Ինչ են գրում այս մասին գիտնական։ Ուրեմն որտեղ որ տեսնում են Շուգուրի տեր, դա իրանց ուղղակի այսպես շանթահարում է, որովհետև եթե ներգալ, էրագալ մեծագույն աստվածը շումերների կինը Շուգուրի տերն է, ուրեմն ինքն է Շուգուր երկրի աստվածությունը և Շուգուր երկրից է հասել արավ։ Սա ձեր չի տալիս ոչ մեկի։ Եվ իրեն գրում են, որպեսզի բացատրել, օրինակ, միֆի նարոդով միրը, հանրագիտարան կա աշխարհի ժողովուրդների առաստեղներ։ Դիակոնովի խմբագրմամբ երկու հատոր շքեղ սովետական միությունում մի քանի ինստիտուտներ են աշխատել տասնյակ տարիներ և հրատարակել։ Այնտեղ գրված է. Մի Շուգուր, խազյայկա սվինյա, или խազյայկա սվինի, հակագծերի մեջ, возможно гермафродит, հնարավոր է հերմաֆրոդիտ։ Խոզերի տիրուհի։ Խոզ տիրուհի, խոզ կամ խոզի տիրուհի, հնարավոր է հերմաֆրոդիտ։ Այսինքն դիտավորյալ այդ գիտնականը, որի իմիջայլոց դոկտոր պրոֆեսոր է։ Սա Աֆանասիևը։ Այդ գիտնականը դիտավորյալ, հայերեն դա կոչվում է իրան էշտերն։ Իբր չգիտի, որ կա լրիվ առանձին արական աստվածություն և կա լրիվ առանձին իքական աստվածություն, դրանց իրար հետ կապ չունի։ Այս երկուսին միացնում է իրար, ասում է անունը խոզ և հերմաֆրոդիտ։ Սրանք մանրուքներ են, որ միայն մասնագետները կարող են տեսնել։ Այս մանրուքների վրա կառուցվածը, իբր կառուցվածը թղթե մի ամրոց, որ կոչվում է հատկապես շումերագիտության դիցաբանություն։ Նման բան գոյություն չունի։ Բերեմ մի հատ պարզ այլ օրինակ, Ուրարտուի հետ կապված։ Ձեր նախորդ հյուրը, մեր Արտակ Մովսիսյան, գիրք հրատարակեց տարիներ առաջ Ուրարտուի գաղափարագրերի հայերեն ընթերցելու փորձեր կա, իմ կարծիքով ոչ անհաջող, բավական հաջող բաներ կային, բայց դա աշխատանքը նոր է դեռ սկսվում։ Ուրեմն Ուրարտուին կա երկու տեսակետներ, մեկը սեպագիրներ, մյուսը գաղափարագիր, որոնք գաղափարը այսպես նկարներ են, նկարներով, նկար գաղափարագրեր են, որոնցով կարդացվում։ Միացյալ Նահանգներում Ռասել անունով հայագետը իր պարտքը համարեց հարձակվել Արտակի վրա, որտեղ խիստ կատաղած ու զայրացած է, ոնց կարելի է Ուրարտական որևէ գիր հայերեն կարդալ։ Բայց այդ մարդիկ
իրանց նույնիսկ նեղություն չէ տալիս։ Միած նայեք, թե Արտակը ինչ ա գրել։ Նա նույն իրեն նեղություն չէ տվել ճշտելու, Արտակը ստեպագիրն ա կարդացել, թե գաղափարագիրն ա կարդացել։ Այսինքն նա Արտակին հայհոյում էր Ուրարտական ստեպագիրը հայերեն կարդալու համար, երբ որ Արտակը Ուրարտական ստեպագրի հետ գործ չուներ, նա կարդում էր գաղափարագրերը, դա լրիվ ուրիշ գիր է, լրիվ ուրիշ համակարգ է։ Այսինքն չիմանալով նույնիսկ Արտակը ինչ է կարդացել, չփորձելով ճշտել Արտակը ստեպագրերի հետ է փորձել կարդալ թե գաղափարագրերը, բայց արդեն սկսվեց հայհոյան հոդված գրվեց եւ փաստորեն դա հրահանգ էր։ Չնեմ չիմանամ որևէ մեկը ուշադրություն դարձնի հայերեն կարդալու փորձերի վրա։ Այսինքն նրանց հետաքրքիր չի Արտակը ինչ է կարդացել։ Նրանց հետաքրքիր է որ դա հայերեն չլինի։ Մենք քանի որ առաջին հաղորդման մեջ խոսեցինք աշխարհագրական տարածքի մասին, որտեղից են եկել շումերները, այսինքն հայկական լեռնաշխարհից են իջել հարավ։ Իսկ ինչ իրեղեն ապացույցներ կան, որ այդ շումերական գաղափարագրերը, դրանք սեպանշանները, դրանք սկզբում ուղղակի նկարներ էին, հետո այդ նկարները դարձան սխեմատիկ պատկերներ եւ սեպանշանը վերածվեցին, բայց մեզ հասել են այնց բուն նկարներ, ասել, ծուկ է նկարված, տուն է նկարված եւ այդ նկարները եւ այն նշանները, որոնք արդեն նշաններ են եւ հնարավոր չի ճանաչել, այնքան սխեմատիկ պատկեր է, որ այլևս հնարավոր չի ճանաչել առարկան։ Ահա այդ պատկերագրերը շումերական նույնությամբ կամ գրեթե նույնությամբ սփռված են ամբողջ Հայաստանի տարածքի ժայռապատկերների մեջ։ Ահա այս փաստը նույնպես շատ կարևոր կրվան է, եթե այդ ժայռապատկերները ավելի հին են, եթե իսկ դա այդպես է, եւ այդ ժայռապատկերներում նույնությամբ կա մենք հստակ ճանաչում ենք շումերական նշանները, սա մի կողմից։ Եվ դրանք Հայաստանի հյուսիսում են, այսօրվա պատմական Հայաստանի հյուսիսային մասում, այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում են, Գեղամալերներում, Սյունիքում, Արագածի փեշերին, բայց այդ նույնը մենք տեսնում ենք նաև պատմական Հայաստանի հարավում, ամբողջ բուն հայկական լեռնաշխարհում եւ աստիճանաբար նույնիսկ երևում է թե ինչպես աստիճանաբար դրանք տարածվում են։ Ահա այս նախօրինակները Հայաստանում լինելու փաստը ցույց է տալիս, որ նախ այս նշանները այստեղ էին, հետո իջան հարավ։ Բոլոր բնագավառները, եթե մենք այսպես նեղ մասնագիտական բաժանումներով տերմինոլոգիան շարենք, ասենք երկրագործական տերմիններ, անասնապահական տերմիններ, աստղագիտական տերմիններ, մաթեմատիկական տերմիններ, դրանք նույնն են։ Քաղաքակրթության վերաբերող մի խոսքով ինչ-որ կա։ Քաղաքակրթության հետ կապված բոլոր բառերը նույնն են։ Ես ուղղակի Կիրակի օրը տղայիս տարի պատմության թանգարան, ուրեմն դրված է 7-ից 6-րդ հազարամյակի մանգաղ, եղջյուրից պատրաստված մանգաղ, դրված է 7-ից 6-րդ հազարամյակ, եղջյուրից պատրաստված մանգաղ։ Հիշենք, որ այդ ժամանակ շումերը ջրի տակ է, շումերի տարածքը ջրի տակ է, բայց այստեղ արդեն մանգաղով հացատիկ են հենց։ Շատ բարի, եսնենք զանգեր, որտեղ 4-5 զանգ կա արդեն հիմա բան չանենք որ։ Սաստիրություն դրեց պիտի աշխատի, չէ՞։ Խոստանում ես։ Այո, որ խոստանում ես լավ։ Շարունակենք մինչև զանգերը գան։ Այսինքն ունենք լեզվական նույնություն, խեցեղենի նույնություն։ Խառացիորեն անցյալ տարի Սյունիքում բերվեց խեցեղեն, որ հայկական համատեղ կարծեմ բաններ, աշավախումներ, հնագետների, որոնք միանշանակորեն ասեցի սա ուբեյդյան մշակույթ է, այսինքն ուբեյդ ասել է նկատի ունեն այն վայրը, որտեղ շուներին, որտեղ բերվել է ճիշտ այդպիսի խեցեղեն։ Այսօրվա Իրաքում։ Այսօրվա Իրաքի տարածքում, բայց անցյալ տարի այդ նույն խեցեղենը նույն նախշերով տեղեցին Սյունիք։ Այսինքն մի կողմից ունենք իրեղեն ապացույց, մյուս կողմից ունենք գաղափարաշարի։ Չո։
Այո, մենք գրել, եւ մենք ունենք ուղղակիորեն իրենց հիշատակություն, հենց իրենց շումեր կոչվածների, իրենց արձանագրություններում ու ասում են, որ մենք իջան քարատայից չէ, վերևից էլ չէ։ Մաշուլերից, այդպես են ասում, չէ՞։ Ես բառացի դա չեմ հիշում։ Չի աշխատում։ Մի օր Աստծո կամոք, մեր կապը կկարգավորվի, մենք ունենանք այդ բոլորը կլինի, ժողովուրդ, խնդիրը դա չի, Աստված մեծ է, կարևոր այն է, որ ցանկությունը կա, ինչ-որ բան անելու հիմա։ Բարի, դու արի այստեղ կանգնիր երիտասարդ, որ եթե մի հարց առաջանում է, կարողանաս շփվել։ Ես ուզում եմ խոսել նաև մի հարցի վերաբերյալ, որ ի տարբերություն մնացած բոլոր ազգերի, ցեղերի, որոնք ապրել են այս տարածաշրջանում, որոնք վերացել հայերը պահպանել են շարունակականություն, ժառանգորդականություն եւ ամենակարևորը անընդհատականություն։ Այս անընդհատականությունն է, Դուք եթերում եք, լսում եք ձեզ։ Բարև ձեզ, ինչպես եք։ Հազար բարի, մի քիչ բարձր խոսեք, եթե կարելի Ինձ մի հաց է հետաքրքրում, ես միացանանետ եմ։ Ինձ մի հաց է հետաքրքրում։ Հայագիտական ամբիոնները որտեղից են ֆինանսավորվում եւ ինչպիսի ֆինանսավորում կա, խոսքս հայկական ֆինանսավորման ակտիվներ։ Հայագիտական ամբիոնները որտեղից են ֆինանսավորվում։ Ամերիկայի հայագիտական ամբիոնները, այդ հայ ամբիոնները։ Շատ բարի, շնորհակալ եմ։ Որ ինչպիսի հայկական կառույցներ են ֆինանսավորվում։ Ինչպիսի կառույցներ են ֆինանսավորում։ Շատ լավ։ Այո։ Ուրեմն ինչպիսի կառույցներ են ֆինանսավորում, ես չգիտեմ, ճիշտն ասած, բայց որ հայերն են ֆինանսավորում, դա հաստատ է։ Եվ մենք այդ մասին բազմաթիվ հաղորդումներ ենք ունեցել, ժամանակին Վարդանանքով իհարկե հիմա նոր մեր լսողները չգիտեն այդ մասին ըստ երևույթին, երկու խոսքով ամփոփ ասեմ ձեզ, որ նախ կարող եք կարդալ Արմեն Այվազյանի գիրքը, որը վերահրատարակվեց Լոս Անջելեսում, դա կարող եք ընթերցել, այնտեղ ամեն ինչ մանրամասն տրված է, թե ինչպես են կատարում այդ խեղաթյուրումները, ովքեր են դրանք ֆինանսավորում եւ այլն եւ այլն։ Անուն առանուն կա այդ բոլորը, եւ ես դարձյալ ասում եմ, ես չեմ ուզում, մենք այդ ժամանակին այդ մասին խոսեցինք, ասեցինք, լավ, ելի ասում ենք հիմա, որ այո, կա այդ խեղաթյուրումը, բայց ես չեմ ուզում, որ մենք մեր ժամանակը դրա վրա վատնենք, ճիշտն ասած, եւ սիրելի ազգակից, այո, հայագիտական ամբիոնները ֆինանսավորվում են հայերի կողմից, հայկական կազմակերպությունների, բայց թե որոնք են այդ կազմակերպությունները, ես ճիշտն ասած չգիտեմ։ Այդ մասին գուցե այդ գրքում գտնեք։ Ուրեմն շումերական գաղափարագրերը կան Հայաստանի տարածքում նույն նշանները այն ժամանակ, երբ շումերը դեռ ջրի տակ էր։ Հայաստանում կար երկրագործություն, այսինքն հացահատիկ էին ցանում, մշակում, հնձում, երբ որ շումերը դեռ ջրի տակ էր։ Սա է իրականություն։ Այսինքն, իսկ ինչ վերաբերում է շումերների գալու, թե որտեղից են եկել, այդ հարցը մենք առաջին հաղորդման մեջ կարծում եմ բավական սպառիչ է։ Նա, բավական սպառիչ։ Եվ հենց մենակ մի փաստ, որ իրենց համար երկիր եւ լեռնաշխարհ հասկացությունը նույնն է այդ մարդկանց։ Սա արդեն բավական է հասկանալու համար, որ իրենք լեռնային երկրի ժողովուրդ են։ Դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Այո։ Այո։ Բարև ձեզ Վարդան։ Հազար բարի։ Սա Խռլոպյանն է։ Ո՞վ է։ Խռլոպյանն է։ Խռլոպյան, պարոն Գևորգ, ինչպես եք։ Լավ եմ, ես պարզապես ուզում եմ շնորհավորել ձեզ եւ երիտասարդներին։ Շնորհակալ եմ ջանս։ Ենք հետևում ենք հաջելի դերաշարժ է մտքեր առաջացնող, մտքեր գրկրող մոդեցումներ են եւ մանավանդ որ երիտասարդները այդպիսի մոդեցումներ ունեն, այդպիսի խորությամբ են գնում։ Հրաշալի է, ընդհանուր պլան դուք խնդրում եմ այստեղ։ Հրաշալի է, պարոն Խռլոպյան, երիտասարդ ասելով մեր Արմենը այնքան էլ երիտասարդ չէ, որքան երևում է եւ հրաշալի գործ է անում իսկապես եւ ես ուրախ կլինեի, որ դուք կապեր հաստատեիք միմյանց հետ։ Մեծ ուրախությամբ, դու իմ հասցենուն ես, մեծ սիրով։ Հրաշալի է։ Շնորհակալություն, պարոն Խռլոպյան։ Ամենայն դեպս շնորհավորում եմ քեզ երիտասարդ։ Շնորհավորում եմ քեզ երիտասարդ։ Շնորհակալություն։ Պատմության ֆակուլտետի շրջանավարտ ես։ Բանասիրականի շրջանավարտ է։ Շատ լավ։ Ամենայն դեպս ես հետևողականության, համառության շատ
շնորհակալություն ջանս։ Աստված է դա ամենայն բարիք։ Պարոն Խռոբյանը դասա պրոֆեսոր է դեսպեր համալսարանը Գևորգ Խռոբյան։ Դա պարոն Խռոբյան, Գևորգ Խռոբյանն է։ Չմտածեցի որ նա Ամերիկայինը կլինի։ Ուրեմն քեզ շնորհավորում են, այլ Ամերիկայում է, վաղուց է Ամերիկա։ Մենք իմիջիայլոց Վարդանանքով բավական հաղորդում լարել ենք իրար հետ պարոն Խռոբյանի հետ։ Բարի, իմիջիայլոց հենց այս ջրի տակ լինելու պարագայի մասին շատ կարևոր է, որ միայն պատմությամբ չի սահմանափակվում հայագիտությունը կամ, այսինքն, այսպես ասենք, հայագիտության մեջ մտնում է նաև երկրաբանությունը, մտնում է ամեն ինչ, քարտեզագիտություն եւ այլն եւ այլն։ Եվ պատմաբանը պիտի տեղյակ լինի նաև երկրաբանությունից։ Հասկանալու համար թե ինչ գործընթացներ են տեղի ունեցել։ Եթե եղբայր իսկապես ջուր է եղել այդ տարածքում, ապա ինչի մասին կարող է խոսք լինել։ Կամ եթե խոսում ենք սառցակալման մասին, որ Սամվելը շատ հետաքրքիր է, ես Սամվելի հետ հաղորդում կանեմ անպայման, Սամվել Շահինյանի հետ։ Եթե Փարիզի վայր տեղում 300 մետր սառույց է կանգնած, ինչի մասին կարող եք խոսել սառցակալման շրջանում, հասկանալի է, այս հարցերը շատ կարևոր են։ Եվ մեր ազգակցու հարցին պատասխանելու համար կարծեմ ամփոփ ձևը դա է, որ այո, Բաղդադի կամ ասենք Ես կուզեի այստեղ լրացում անք, ուրեմն շատերը այսօր ժամանակակից մարդը իրեն թվում է, թե քարտեզը եղել է ճիշտ այնպիսին, ասենք 1000-ներ առաջ, ինչպես այսօր է։ Իրականում ծովի աստիճանաբար հետ քաշվող զուգընթաց, մարդիկ ծովի հետ աստիճանաբար իջել են ներքև։ Այստեղ շատ կարևոր է Տիգրիս եւ Եփրատ գետերի վերած տիղմը, որ բոլոր ամեն տարի հեղեղումների ժամանակ այս տիղմը երբ որ բերվում էր, այդ ծովից նահանջած տարածքում ստեղծվում էր շատ բարեբեր բերքատվության համար, շատ բարեբեր հող։ Եվ դա էր պատճառը, որ նախալեռներում երկրագործությամբ զբաղվող հացահատիկ աճացնող մարդիկ, որոնք ունեն մեծ նվաճումներ լեռնային պայմաններում արհեստական ռոքովի երկրագործություն ունենալու, այսպիսի բարդ պայմաններում աշխատողները հանկարծ հայտնվում են այդպիսի բարեբեր, ոչ թե հանկարծ, այլ աստիճանաբար իջնելով, հայտնվում են այդպիսի բարեբեր տեղանքում եւ հենց ծովի նահանջելը եւ այնտեղ ճահիճների գոյանալը, նաեւ ճահիճների չորացումը բերեց շատ մեծ բերքատվության։ Եվ մերոնք իջել են այնտեղ հենց առաջին հերթին բարձր բերքատվության համար, որտեղ նման հողեր բանի լեռնային պայմաններում նման բարձր բերքատվությամբ եւ բիմալ չկա։ Ես այնտեղ մի ուրիշ բան եմ ուզում նշել, որը չեմ ուզում որ միստիկա թվա։ Ես համոզված եմ, առավել քան համոզված եմ, որ հային, այսինքն հայ աստծո ստեղծած հայ տեսակին տրված է եղել առաքելություն տարածելու քաղաքակրթություն։ Այսինքն այս լեռնաշխարհում երբ տրվեց մարդուն քաղաքակրթությունը, ցորենը, երկաթը, մյուսը, մետաղը եւ այլն, տրվեց նաեւ առաքելություն տարածելու այն աշխարհում, որովհետեւ մենք տեսնում ենք, որ հետագայում գործընթացը դա է ցույց տալիս, այսինքն այս լեռնաշխարհից տարածվեցին գնացին Եվրոպա, գնացին Հնդկաստան, գնացին մինչեւ աշխարհի բոլոր կողմերը, տարածվեցին աշխարհի բոլոր կողմերը տարածելով այն, ինչ իրենց տրված էր Աստծո կողմից։ Ուրեմն առաքելության միսիան, այս առաքելությունը, որ ուներ հայը, դա է պատճառը, որ այսօր ընդամենը 8 միլիոն է ասում հաշվում, որովհետև սա անհետեթ թվաբանություն է, որ, չգիտեմ, առնվազն 8000 տարուց եթե հաշվում ենք, առնվազն ասենք եկող ազգը 8 միլիոն դերի, այսինքն 1000 տարի 1 միլիոն աճ տա, այսպիսի բան չի լինում։ Ինչքան էլ կոտորես, այդպիսի բան չի լինի, մանավանդ որ կոտորելուց ավելի շատանում են, մենք գիտենք սա, որ դա կա գիտական այդպիսի թեզ, եւ ես իմիջիայլոց հաղորդում ունեցա թեզի հեղինակի հետ, որ այո, պատերազմ է, դրանից հետո ծնունդները շատանում են, որովհետեւ տեղը լրացվում է։ Հետևաբար այս առաքելությունն է կատարել նաեւ հայը եւ կատարում է, բայց ցավոք սրտի այսօր արդեն ժամանակն է հավաքվելու այլևս իր հայրենիքում, որովհետև տակը բան չի մնացել, սա վերջը վատ է լինելու, եթե այսպես շարունակ։ Դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Հազար բարի։
Ձեր հաղորդումը շատ հիացած եմ այն ինֆորմացիայով, որ հաղորդում է, եւ շատ կուզենայի, որովհետեւ շատ հաղորդումներ չեմ տեսել, եւ շատ կուզենայի, եթե ձայնագրման միջոցով կարողանային կասետներ ունենայինք եւ այդ ամբողջ ինֆորմեյշնը մեր հայերի մեջ տարածվեր եւ բոլորի տանը ունենայինք այդ ամբողջ ինֆորմեյշնը, որը մենք չենք իմացել մինչեւ այսօր։ Անունդ ինչ է ջանիկ։ Հայկուի։ Հայկուի ջան, այդ մասին գիտեք Ալֆրեդի հետ խոսեք, եթե կարող են այնտեղ կարող են կազմակերպել, ես Հայաստանից այնտեղ չեմ կարող ձեզ օգնել։ Ալֆրեդի հետ խոսեք, այսինքն պրոդյուսերի հաղորդման։ Գուցե ինքը կարողանա այդ հարցը կարգավորել, այդտեղ կասետներ եւ այլն անել եւ այլն։ Եվ Հայկուի ջան։ Աստված է դա ամենայն բարի։ Խնդրեմ ջանիկ, Ալֆրեդին զանգահարեք անպայման։ Գիտեք չէ՞ ում մասին է խոսքը։ Այո։ Բարի, ամենայն բարի։ Ամենայն բարի։ Հիմա ժամանակը կարծես սպառնում է սիրելիներ, ունենք ընդամենը 3 րոպե ժամանակ, փորձենք ամփոփել նյութը երկու խոսքով ամփոփել, խնդրում եմ, շատ կարճ, հակիրճ ձևով։ Շատ կարճ։ Ստի ոտը կարճ է եւ նա չունի ճանապարհ։ Ժամանակը աշխատում է մեր օգտին։ Հայաստանի տարածքում ինչ որ պեղդի նոր բան եւ աշխարհի գիտության մեջ ինչ որ ճշտվի, իմացեք, որ մեզ օգուտ է։ Ինչ որ ճշտվեց, իմացեք դա հայագիտության համար ձեռքբերում է։ Անկախ նրանից ով է դա ճշտում։ Այսքան։ Հրաշա, Արմեն։ Ուրեմն այսպես սիրելիներ, մենք ամփոփենք այսօր մեր հաղորդումը, իհարկե ունենք դեռևս 2 րոպե։ Ուրեմն այս հաղորդումներից մենք իմացանք, որ շումերերեն կոչվածը կամ շումեր կոչվածը, որը հնագույն քաղաքակրթությունն է համարվում աշխարհի։ Դրանից առաջ չգիտեին, կարծում էին Եգիպտոսն է, առաջ Հունաստանն էին կարծում, հետո Եգիպտոս, հիմա շումեր։ Գալու է ժամանակը, որ ի վերջո խոստովանվի, որ հայկական լեռնաշխարհն է հնագույն քաղաքակրթությունը, Հայաստանն է հնագույն քաղաքակրթությունը եւ հայ մարդը, որը մինչեւ այսօր կրում է մարդուն ստեղծող Աստծո անունը, որը հայ է, հայ մարդը տեր իրականն է այդ իր հայրենիքի, այդ լեռնաշխարհի, հայկական լեռնաշխարհ կոչվածի, որին մեր շատ հարգարժան Աբիխը մեր կողմից դրեց այդ անվանումը, հայկական լեռնաշխարհ, եւ ընդհանրապես մոռացեք Հարավային Կովկաս հասկացությունը, որը փորձում են ձեզ համոզել, որը չի Հարավային Կովկաս կա, բայց Հայաստանը դրա հետ կապ չունի։ Հայաստանը հայկական լեռնաշխարհի մի մասնիկն է ընդամենը, այսօրվա Հայաստանի Հանրապետությունը։ Եվ երբ խոսում ենք այսօրվա Հայաստանի մասին, խնդրում եմ միշտ հիշատակեք ՀՀ, այսինքն Հայաստանի Հանրապետություն։ Մի ասեք Հայաստան, որտեղ Հայաստանը դա մեծ տարածություն է, դա հայկական լեռնաշխարհն է։ Իսկ հայկական քաղաքակրթությունը դա հսկայական տարածություն է, որը ամփոփում է աշխարհի բազմաթիվ երկրներ։ Շատ լավ սիրելիներ, ես շնորհակալություն եմ հայտնում Արմեն ջան, մենք դեռևս կանդրադառնանք այս լույսներին, այս մի փոքրիկ շարքը առայժմ մենք կընդհատենք, ես կվարեմ հաղորդումները շարունակելով նյութը իր տրամաբանական շարունակությամբ, իսկ մի որոշ ժամանակ անց մենք դարձյալ կխոսենք, կզրուցենք, կանդրադառնանք, եւ իսկ եթե մեկ էլ խնդրում եմ տուր ինձ ուրեմն այս գիրքը, ուրեմն գրքի վերաբերյալ հիմա մեր սիրելի օպերատորը կմոտեցնի սա, եթե կարողանա, բարի, գրքի վերաբերյալ, ուրեմն ահա այս գիրքն է, հայոց աստեղային դիցաբանություն, Այստեղ խոսում է ընդամենը աստղային երկնքի վերաբերյալ շումերերենի հետ ընդհանրությունների, նույնությունների։ Շումերից մինչև Հայասա, Ուրարտու եւ Հայաստան։ Բարի։ Ուրեմն այս գիրքը մենք արդեն ուղարկելու ենք իմ շատ սիրելի ընկեր Թոմի հետ, Թոմաստեր Հովսեփյանի, եւ Ալֆրեդին զանգահարեք, Ալֆրեդից կարող եք ստանալ ըստ երևույթին, Ալֆրեդը դարձյալ պիտի այս գործով զբաղվի, մեր պրոդյուսերը, եւ կարծում եմ, որ առաջիկա շաբաթ, մեկ շաբաթվա ընթացքում արդեն դա այնտեղ կլինի։ Գիրքը այնտեղ կլինի, արդեն մանրամասների մասին դուք այնտեղ կտեղեկանաք։ Սա էլ էսպես եւ մաղթում եմ ձեզ ամենայն բարիք սիրելիներ, Աստված բոլորիս հետ կհանդիպենք հաջորդ շաբաթ։